Սարում կաթը կթմենք կովերիցը, կաթի մեքենայով զտում ենք, էլեկտրական մեքենայով սմետան ենք հանում, սմետան էլ կարակ ենք սարքում, կարակն էլ հալում ենք յուղ ենք սարքում, ձմեռանոց չանու շուտում։ Շատ եմ արել, բայց երեխեքիս էլ եմ տվել, մենք երկու հոգ ենք, ես ու ամուսինս ենք, երեխեքս լրիվ գնացած են, որը Ռուսաստան, որը Աբովյանում են ապրում, աղջիկս ու տղես։ Իրանց եմ տվել, ես էլ իմ փայնա։ Ծախելուն էլ ամառը շատ ծախել եմ, կարելի ասել մի $1000 ծախել եմ։ 30 կով եմ կթել ամուսնուս հետ։ Ամուսինս ինստիտուտ ավարտ տղա է, բայց սար ենք գնում։ Քարինջի այսպես կոչված ինտելիգենտների թաղամասի ամենաաշխատասեր բնակիչներից է Տիկին Գայանեն, բայց ոչ պակաս աշխատասեր է նաև ամուսինը, այնքան որ ցրտաշունչ այս օրերին էլի տանը նստել չի կարողացել, վերեկացել նորից սար բարձրացել։ Ամուսինը սարում է, բայց երկուսն էլ շատ ու շատ ասելիք ունեն, բայց ոչինչ տեղն է եկել ու Գայանեն խոսի թե իր, թե ամուսնու փոխարեն։ Խոստովանում է ինքը ուղնուծուծով, հոգով ու սրտով, հետո նաև ամուսնական կապով քարինջեցի է, ու ինչ թաքցնի նաև շատ ասող խոսող հավեսով կին է։ Ինքը ասում է համ ձեռքումս կա, համ լեզվումս։ Ինտելիգենտների թաղամասում ասում են Գայանեն հեչ հոգնել չունի, ոչ ասել խոսելուց, ոչ էլ մանավանդ աշխատանքից։ Ամբողջ օր առանց մի րոպե նստելու ոտքի վրա է։ Իր ձեռքերի ու ոտքերի ճարպկությամբ հազար ջահելից էլ ջահել է։ Տնտեսությունը մեծ չի, բայց փոխարենը աշխատելու ցանկությունն է մեծ։ Էնպես որ իրենք ընդամենը 3 կով ունեն՝ մի քանի խոզ ու ոչխար, մի քանի հորդ ու մանր-մունր թռչուններ։ Բայց այս տարի գարնանը սար են բարձրացրել 30 կթիկով։ Ծանոթ անծանոթներից են վերցրել ու փառք Աստծո համ կովատերն է շնորհակալ մնացել, համ էլ իրենք ապրուստ են ստեղծել։ Սարից եկել ենք լավ վեշով, 66 ավտոն լիքը, յուղ ենք բերել, պանիր ենք բերել, շատ մոթալներ ենք բերել, շատ հավուճուտ եմ բերել, ամեն ինչ, շատ եկամուտ եմ արել, շատ էլ ծախել եմ ընդեղից, շատ էլ փող եմ աշխատել, ճիշտ է շատ չարչարվել եմ, մեր գյուղից մենք այդքան անասուն չունենք, որ երեխեքս մոտս չեն էլ թողում պահենք, մերը 3 կով, բայց մեր բարեկամների, մեր հարևանների կովերը տանում եմ, կթում եմ, իրանց էլ եմ տալի, ես էլ եմ օգտվում։ Այս տարվա սարի արդյուն գիտես որ ունալել, բանկերից մաքրվել ենք, վարկերը լրիվ փակել ենք, մեզ վեր կարելի ասել լավ ծախսել ենք, լավ կերել ենք, լավ հագել ենք, մեր խոզերի կերն ենք առել, պահել ենք, մենք աշխատավարձ չենք ստանում, ամուսինս մենակ թոշակ ստանում, վсё։ Տանը նստեին ով էր իրենց մի կտոր հաց տալու կամ ով էր ձեռք բռնելու, աշխարհի պարտքն ունեին, բայց այս տարվա ամենակարևոր հաջողությունը վարկային ծանր պարտավորություններից ազատվելն էր։ Դառը դատեցին ու մի քանի տարվա ստեղծածը բանկին նվիրեցին, աստղաբաշխական տոկոսների պատճառով։ Հիմա հանգիստ գլուխները բարձին կդնեն, շունչ կքաշեն։ Դրա հետ մեկտեղ էլ եթե չլիներ այդ սարը, սարի կյանքն ու ապրուստը գուցե ոչ ինքը, ոչ էլ ամուսինը այսպիսին չլինեին։ Առաջին հերթին փորձով իմաստացած, հետո ինչպես իրենց գյուղում է ընդունված ասել, եթե այս ապրուստը չունենային, գուցե ոտքի տակ կոր չէին գնային, կամ էլ հիվանդ անկողնուն կամված լինեին, բայց ոչ էս, ոչ են, ծանր աշխատանք, դժվար ապրուստ, բայց մեկը մեկին լրացնելով, մեկը մեկի վրա հույս դնելով ու ամուսիններով համերաշխ քայլելով, Քարինջում մատով ցույց տվողի տուն ու տնտեսություն ունեն։ Լսած կլեք 5000-ից հետևին նկարը կար եղնահաղոցի, այն բարձր են 3 քարավոր կա, այն սարն եմ գնում։ Ամուսինս ինձ ասում էր ոնց որ ռոբոտ, անգիրած գիտես իրար հետևից որը եփ տեսանիլ։ Առավոտը ոչ կովերը կթմենք, այդ 15 հաճիլա անում էի, դրանից հետո մեր ոչխարն էինք գնում կթամ, ոչխարել եմ շատ կթել, շատ հավեսով էլ կթեմ եմ ոչխարը, ոչ մի կին էլ չի կթեմ, ես եմ կթեմ, մեկ էլ իմ ամուսնուս այդ քերու հարսը, որպես կինարմատ ոչխար գիտեմ քիչ դժվար, բայց ես շատ հավեսով կթեմ եմ, շատ հավեսով պահում եմ ոչխար, հա, բայց հեչ պետքս չի, որ չարչարվում եմ, բայց որ գալիս եմ մստի մի քիչ պարապեմ ըլամ, եկել եմ սաղ տները քանդել, սաղ ուբոր կարել, սաղ ջահելի նման։ Ջահել եք էլի։ Հա, ես 58 տարեկան եմ։ Բայց ջահել եք, ինչ ա եղել։ Ուղղակի գիտես որ սարը մի քիչ չարչարանք ազիզ ջան, շուտ բերենք կենը միջև ուժ գիշեր չարչարվում ենք, հայ տվարոգը էփի, հայ ջիլարա, հայ կաթը զտի, հիմա գիտես որ սարը ոնց չի մարա հեշտացել, որ մեքենաները էլեկտրական է, դվիժոկով միացնում ենք ու մեքենաները էլեկտրական օգտագործում ենք, իսկ այն ժամանակ բանով էր, ձերքի մեքենայով պտտեինք, շատ չարչարվենք, կարելի ասել հոգնեինք,
որս հոգնենք ես ամուսինս մեկում փոխարինենք։ Բայց գնում եմ, միշտ մտոն պարա, որ ես բալկոնում այդ շոքին նստեցի, ինչ եմ անել։ Գնում եմ ինձ վար սեզոնա եկամուտ եմ անում, կարելի ասել բարձում, եթե երկու կանանչից ցարեցի, դա ինձ ոչ մի օգուտ է։ Ես կանանչին բազայցել եմ առնում։ Բայց գնում եմ ինձ վար լավ եկամուտ եմ անում, ես օրինակ խորտ կտամ, բոլորն էլ գնան, բոլորն էլ օգտվեն այդ բարիքներից։ Ճիշտ է, տանջանք է, բայց ոչինչ։ Բոլոր աշխատանքն էլ տանջանք է, առանց տանջվելու ոչ մի բանի չես կարող հասնել։ Որ քաղաքում ապրում են չեն տանջվում, ժամով գնում են ուրիշի առաջին աշխատում, ժամով գալի իր տուն։ Ոչ շաբաթից են հասնում, մի արդեն լրիվ սեփականությունը հիմնարկները, ոչ շաբաթից են գլխի, ոչ գիրակուց են գլխի, ոչ մի բան։ Ամեն ինչն առնում են քիմիա, բայց մեր տնական բաները չեն ուտում։ Ասում են լավը չի հոտա գալի։ Իսկ քիմիաները առնում են ուտում։ Դամալ առողջ սերունդ չկա, երիտասարդությունը փոքրից սկսած ոչ մեկ առողջ չեն։ Մեր մոտը կարելի ասել 90-80 տարեկան մարդ, իմ պապաս 85 տարեկան մարդ է, առողջ, ուղղակի անցած տարի ինֆարկտ տվուց, էտա մի կողմը թույլ անեց, իրա պտտվում ատանը, բայց առողջ։ Իր երեխային մեծացել ես մի անգամ փառքա հիվանդանոցի դուրս չեմ գնացել, բայց մի ծնվածը հիվանդանոցից եւետ գնում է հիվանդանոց, որը շատ կներեք մոր փորմն թոքաբոր բնգացածանվում։ Չէ, Գայանեին չեք կարող համոզել, որ քաղաքի կյանքը հեշտ է, քաղաքն էլ լավ ապրելու տեղ է։ Հա, հեռվից գուցե ամեն բան գեղեցիկ է թվում, կանչն էլ քաղցր է թվում, ու գուցե շատերն են այսօր հիասթափվել գյուղի ու սարի ծանր կյանքից, ավելին տունն ու դուռը փակել քաղաք գնացել, բայց ինքը լավ գիտի, իրազեկ է շատերն են դեռ տեղ չհասած փոշմանել, որովհետև այդ թվացial գեղեցկության ու անհոգության տակ ավելի ծանր կյանք է թաքնված։ Ինքը իր ասածների տակ համ ստորագրում, համ էլ պեչատում է։ Հրեն իրեն ծանոթներից մեկը մի քանի օրով քաղաք էր գնացել, բարեկամները այստեղ են տեղ են տարել, մաներ եկել, հիացած եկել։ Մի տարի հետո եղած չեղածը ծախեցին, քաղաք գնացին։ Էս ամառ մի օրով եկել էր, ասել է Երևանն ինձ տեսնում է, ես իրան չէ։ Առավոտ ժամը 8-ին աշխատանքի է գնում, իրիկունը ժամը 8-ին մի կերպ տուն հասնում։ Օրվա մի մասն էլ անցնում է խցանումներում ու տրանսպորտի սպասելիս։ Ինչ մանգալ, ինչ ժամանց աշխատանք ու խցանում ու աշխատանք։ Հազիվ ժամանակ է մնում միայն քնելու։ Էս էլի մարանն է, էս պանիրը սա հեսա։ Էս ոչխարի պանիրա։ Ամենահամով պանիրա ոչխարի շատ թանկարժեք, շատ յուրահատուկ պանիրա։ Բոլորը չեն որ պահում են ոչխար, դժվար պահվող ապրանք է, բայց շատ օգտակար։ Էս դուք սարում եք։ Էս մենք սարում ենք արել։ Հա։ Իսկ հիմա կիլոգրամը քանիսով եք վաճառել։ Կիլոգրամը 5000 դրամով։ Ամառը 3000 ալել, հիմա 5000 դրամ։ Ոչխարի պանրով լցված տակառը մի քանի օրում կեսն է ընկել, վաճառել են բարձր գնով։ Մի քանի հատ էլ դեռևս փակ, բայց լիքը լցված տակառներ ունեն, որոնց պարունակությունը դեռ կհասցնեն ձմռանը ավելի բարձր գնով իրացնել։ Վստահ են, իրացման խնդիր չեն ունենա, նախկին փորձն է վստահության հիմքը։ Ինչպես Գայանեն է ասում, փառք աշխարհին, հիմա ամեն բան զանգով է, զանգում են գալիս տանում։ Պակաս նշանակություն չունի նաև այն, որ Գայանեն տարիների ընթացքում լավ սարվորի անուն է հանել, ու նրա թել պանրի, գլուխ պանրի, կարագի ու արաժանի համը հասել է անգամ մեծ քաղաքներ։ Մի առանձնահատուկ համ էլ ունի Գայանեի պատրաստած մոթալը։ Դե էլ ինչ սարվորի տուն առանց մոթալի։ Ասում է, ի տարբերություն մնացած բնամթերքների, լորվա մոթալը կամ ինչպես այլ վայրերում են ասում, հորած պանիր պատրաստելը մի քիչ պատասխանատու գործ է։ Պիտի շատ ուշադիր լինես, որ որդերին պահ չտաս։ Մոթալը արդեն պատրաստ է։ Լոր տվարոգը, մեկ էլ ճիլը խառնել ենք իրար, հետո սմետան։ Սմետանը խառնել լավ ձեռքով սեղմել ենք ու շրջել։ Շրջել ենք օգոստոս ամսին ենք շրջել, սա մեկ էլ ուտելու ենք դեկտեմբերի վերջին, հունվարին։ Եթե ես պարապ նստեմ, ես հիվանդ եմ։ Հիմա ամուսինս իրիկունները ոնց որ գործ եմ գնում ինձ մարանը, ամուսինս ասում է էներգիա ունես, ասում է չես կարող ծախսես իրիկուններն ես։ Առավոտից իրիկուն սարմը այդքան գործի հետ ես ոչ մի անգամ չեմ ընկճվել, մի ցավող տեղ չեմ ունեցել, բայց եթե գալիս եմ ըստի մնում եմ պարապ, լրիվ հիվանդ եմ։ Ես պարապ չեմ կարող մնալ, սիրում եմ շատ աշխատեմ, մի օրվա մեջ իմ այդ օրվա ծրագրածը օրը չի հերիքում, չեմ հասցնում լրիվ անեմ։ Սիրում եմ ամեն ինչ ունենամ, ստեղծեմ, սարքեմ, ճոխլի ամեն ինչս։ Մի շատ վաղ ամուսինս ասում է, չի տա պետք է որ տանդ քանց անում ես, ասում եմ սիրում եմ։ Ույուտը տեղը են, վարակույններս մի քիչ ինանա թազեն կառնեմ, տենց սիրում եմ, օրինակ մարդիկ ասում են, չի սա պետք է, բայց չէ, ես սիրում եմ։
Ամեն ինչի մեջ շատ սեր ու նվիրում է դնում, դրա համար էլ հաջողում է։ Այսքան արած դրացի այդ Սարի ու Սարվորի դժվար կյանքի հետ Գայանը հասցրել է նաև մառանը գունավորել, լցնել տարատեսակ ու զանազան փակոսներով։ Սարից իջնելուն պես գործի է անցել բանջարեղեն, միրգ ու հատապտուղ պահածոյացրել, թթու կծու դրել, անգամ ջրեր պատրաստել։ Էնպես որ հարևանները չասեն Գայանի մառանը այս տարի դատարկ մնաց։ Չէ, չլինելու բան է ու նաև Գայանի սրտի բանը չի։ Ինչպես կարող ես գյուղում ապրել ու խանութի իր խոսքով արհեստական, քիմիական առանց համ ու հոտի պահածոներից օգտվել։ Հետո ասում է, որ ինքը այս գործում օգնող ձեռքեր էլ չունի։ Ամուսնուն հո չի ասելու, թե բա գոմն ու կովը թող, արի կողքս նստի լեչո արա, կամ էլ դեղց մաքրի, որ կոմպոտ պատրաստեմ։ Դա տղամարդուն վայել գործ չի, ասում է Գայանեն։ Մի խոսքով ամեն ինչ առավոտից մինչև ուշ երեկո ոտքի վրա կանգնելու, հարևանների հետ մի բաժակ անգամ սուրճի չգնալու արդյունք է։ Հա, հարցներ էլ ունի, որոնց շատ է սիրում, բայց Գայանը ոչ մեկին նեղություն տալ չի սիրում։ Ասում է հարցների գործը մենակ վայելելն է։ Հասցրել եմ օգոստոսի վերջին քոչել ենք Սարից եկել, ընդեղից լիքն ու բարով եկել ենք, 32 հատ հնդուշկա եմ բերել, կարելի ասել մի 100 հատ հավ եմ բերել, սաղ ընդեղ եմ արել, շատ չրեղեն եմ պատրաստել, ամեն տեսակի մրգից։ Այսքան փակոսներն եկել եմ սա օգոստոսից այս կողմ արել։ Հերոսքին եք էլի գյուղում։ Հարսս ուսուցչուի աղջիկա չի կարում գա օգնի ստեղ, ինքն էլ է մեր գյուղի աղջիկա, բայց չի կարում գա, ընդեղ Աբովյանում աշխատում ուսուցչուի։ Տենց ամեն ինչը, ես սիրում եմ, որ մառանս լիքնելի, ամեն ինչը ճոխճոխելի, հանգիստ ուտենք։ Հարսն ես երկուսն էլ ընտիր հարսներ են, հա, երկուսն էլ շատ ընտիր աղջիկերք են։ Շատ լավ էլ հասկացակ, ես հարսներից ոչ մի անգամ ոչ նեղել եմ, սիրել եմ առնեմ, ճոխ հագցնեմ, ամեն ինչով տեղը տեղին օգնեմ, շատ, օրինակ ոնց որ մեր աղջիկի աղջիկը միշտ ինձ ասում է, մամ, հարսներ տավե շատ է սիրում, քանց ինձ։ Հարսներս էլ են շատ լավը, ես էլ եմ ասել շատ, մի անգամ չի լել, որ ես իրանց նեղացնեմ։ Ինչպես հարսներին է իր խոսքով ճոխճոխ նվերներ առել, հագցրել ու պահել, այնպես էլ տունն է այդ լիությամբ լցրել ու լցրել։ Գայանի բացված սեղանին ամեն ինչ շատ ու ճոխ պիտի լինի, որովհետև աչքը բացել հայրական տանը դա է տեսել, այդպես էլ շարունակել է արդեն հարսնության տարիներին։ Իսկ եթե նստեր ուրիշների նման ամբողջ օրը մանիկյուր պիծիկյուր խնամք աներ, ամբողջ օրը այս հարևանի տուն, այն հարևանի տուն աներ, երկնքից գլխին հաստատ չէր թափվելու, ասում է։ Վերջերս էլ իր համար նոր բիզնես է հիմնադրել։ Չնայած ամուսնու հորդորներին, թե աղջի Գայան, դա քու խելքի գործը չի, բրախի, Գայանը այդպես էլ չլսեց։ Մի հնդկահավից սկսեց ու Սարից 30-ից ավելի հնդկահավի չեցրեց։ Մի այդքան էլ թխսի տակ են, որ շուտով դուրս կգան։ Հա, ընդունում է, հեշտ գործ չի։ Ամբողջ օրը զննող աչքով հետևում ես, որ շնագայլերի կամ աղվեսների բաժին չդառնան։ Դրա հետ մեկտեղ էլ երեխայի խնամք են ուզում, բայց անկեղծ կլինի Գայանը ու կասի հատկապես նոր տարվան ընթരാճ հնդկահավի առ ու ծախը լավ գումարներ է բերում ընտանիքին։ Էնպես որ որոշել է ստացված գումարով նոր տարվա ծախսերը կփակի։ 32 հատ Սարից բերել եմ, այստեղ 4 հատ էլ կորցրել եմ, որից էլ ծախել ենք, հիմի 20 հատ ունեմ, փոքր ճուտեր ունեմ, ձմռանը նոր տան ես 20 հատով, այս մեծերը վաճառելու եմ, 3500 մորթելու եմ, միսը տալու 3500 դրամով։ Արդեն կլետներ շատ ունեմ, արդեն լրիվ զանգել են ասել, որ իրանց համար պահեմ։ Երեխու խնամք ենք տանում, սկսած ջուր ժամանակից միջև մի ես քանի անգամ եմ գալիս դի իրանց նայեմ, հաշվում որ չկորչի, աղվեսը, շակալը տանում է։ Իրանց վրա ծրագրեր ունեմ, իրանց փողի վրա ծրագրեր։ Ինչ եք անելու այդ գումարով։ Այդ գումարով ես իմ որոշել էի մի քիչ ռեմոնտ անեմ, այդ էլ միտքս փոխվեց եւ նոր տարվա ծախս կանենք։ Անտեր շնագայլերի, աղվեսների ու գայլերի ձեռքից գյուղացին աչք չի բացում, ոչ Սարում, ոչ էլ գյուղում։ Իրենք էլ գիշերն ու ցերեկը իրար խառնված ամբողջ օրը ամուսիններով պահակություն են անում, որ հանկարծ ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը մի քանի րոպեում ջուրը չգցեն։ Բայց այնպես էլ չի, որ կորուստներ չեն ունենում։ Այո, այսքան հաջողությունների հետևում թաքնված է նաև շատ կորուստներ, որոնցից լավատես ու կյանքին հավերժ սիրահարված Գայանեն հետ չի կոտրվում։ Հակառակը դեռ մի բան էլ ամուսնուն ոգևորում ու ոգևորում է։ Եթե մտքներին լավ թրջելը, այն մեր բաղջից, այդ մեր տան մոտից իրանք թրջում են, այս տարի գայլը вообще ահավոր էր, այն հունիս ամսին հատկապես, այն գայլը ասել ձեռներցս խլեր ապրանքը, ոչխար շատ ենք գայլին տվել, շատ, ուշ հասկացանք շները իրանց հետ գնեին, ասենք հաշները կպային, բայց իրանք էլ ապես կենթանիներ են շների, ոնց որ հարմարացել են շներից տարել։ Հա շատ ոչխար են գայլին տվել, մենք չենք ելել նրանք, ես ու հրոխբորս աղջիկը իրար հետ պահում ենք ոչխարը, հրոխբորս աղջիկը ամուսինն էլի,
իրար հետ պահում ենք, տենց ոնց որ երկուսից էլ շատ է տարել գայլը։ Խոսքի օրինակ գիտեմ այդ ինչ բանը մենք շատ դժվարությունով պետք է տանք, բայց ռուսկոտ կգնամ, եթե այդ բաներ մոտս փոխչեմ, գնում մեկից պարտկեմ անամ, մեկից նշյով եմ վերունամ, ասում եմ հակը տանք էլի։ Այդ տենց կզանգեն մեկ ասեն պարտկեբեր, հա, նենց ջանուղ գայլը ասել ջանուղուր բանով։ Այդ մեր գյուղի ձևով ասած ջանուղուր բան եմ անում, ոչ մեկին ոչ ինձ կնեղացնի, որ փոխի չես բել խես ու շահացնա, միշտ ամուսինս ասում է ոնց են քեզ այդքան էլացը տալի։ Օրինակ մեծ ասին չեմ վի բախի տենց լավ։ Միշտ կասեմ լավը կլի վեճը չդնես։ Այն մեծ տղես մի քիչ անհաջող է շատ, միշտ նենց շարերի բան մեջ կանգնի ու ինքը շատ բարի է, շատ, ոչ մեկի վատություն կանի, ոչ մեկի կվնասի, բայց շատ անհաջող, միշտ ասեմ վեճը չդնես տղա ջան, կօգնեմ։ Միջև որ ես թու արդեն ինքը ոնց զգում եմ առաջագնեմ։ Այս օրերին Գայանը նոր հոգս ունի, նոր տարուն տունը պիտի լիքը լինի, դե ինքն էլ ինչպես միշտ ոտքի վրա, երեխաները, հարցները, թոռները պիտի գան Գայանին ու ամուսնուն մի լավ երջանկացնեն, նրա սեղանը գյուղում բառացի անուն ունի, Գայան տոտայի սեղանը, ամեն ինչ տնական, առատ, ճոխ, հարուստ, ինչպես ինքը։ Նոր տարին այս ապրուստով լրիվ անելու ենք ծախսը, խոզը պահում եմ, մորթելու եմ, երեխեքս գալու են Ռուսաստանինս չի կարում գա, բայց դե ոնց որ հերոա անցած ամառ եկել էր ընտանիքով, իսկ ես Աբովյանի տղես ասում է քանի իմ հերները կան, ես գյուղում եմ նոր տարի անելու, իրա դուրը փակում է գալի մեզ էլ նոր տարի անեմ, աղջիկս էլ մեկ էլ տենում եմ սուրպրիզ անում, 31-ի գիշերը կլի թե 1-ի օրը կլի, փեսիս հետ գալիս է։ Այ ոնց եք պատրաստվում հիմա, ոնց եք։ Շատ ճոխ, բոլորն ասում են գա տոտայի սարքած սեղանը մի ուրիշ է։ Ամեն ինչ շատ ճոխ եմ անում։ Չիրը իմ սարքացնեմ դնեմ, դե չարոզեղենը առնում ենք, մենակ պոպոկնա մեր մոտ ըլամ, հանդուշկա եմ սարքում, հավեմ կարմրացնում, տենց, խոզի բուդն ենք ասում, գոջի չեմ սիրում, չեմ էլ դնեմ, հա, իսկական գոջու միսը չեմ դնում, լավ թխված կեղեն եմ անում, շատ, ամեն ինչը շատ ճոխ սարքում եմ, կայլ ասել սալաթեղը, ամեն ինչ պատրաստում եմ, հարցս գալսա պատրաստ շարում սեղանին ու վրսնում, ամենը չի հավեսով եմ։ Բայց ես ոնց կարելի է չսիրել են։ Հա, սիրում են, հարցներս էլ են շատ սիրում, ես էլ եմ իրան շատ սիրեմ իմ աղջկա պես։ Ու երբ լսում ես Գայանեին, հասկանում ես սարը մարդուց ուժ է վերցնում, բայց նույն ուժը մարդուն վերադարձնում է այլ կերպ։ Ահա ինչու Գայանեն չի փախչում գյուղից, չի փնտրում ուրիշ կյանք։ Նրա երջանկությունը հենց այստեղ է, սարից իջնող ճանապարհի վրա, լիքն ու բարով մառանի մեջ, մշտաշարժ ձեռքերի աշխատելու հաճույքում ու նոր տարվա սպասված սեղանի շուրջ։ Այս տունը ապրում է աշխատելով, աշխատում է ապրելու համար։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Քարինջի ծանգյուն գումարած 3 հեռուստաընկերություն։